Գյումրիում տեղական իշխանության հասնելու համար պայքարը վերջին 10 տարիներին միշտ էլ ակտիվ է եղել։ 2016 թվականին 11 քաղաքական ուժեր ձգտում իշխանության, 2021-ին 10, իսկ այս տարվա վագանու արտահերթ ընտրություններին առաջադրվեց 9 քաղաքական ուժ, թեև ի սկզբանե 10-ից ավելի ուժերի անուններ էին շրջանառվում։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հայտ ներկայացրած 6 կուսակցությունից եւ 3 դաշինքից ավագանու տեխնացուների ամենափոքրաթիվ 23 տեխնացուի ցուցակ է ներկայացրել Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը։ Ցուցակի առաջին տեղում գործարար Արտյոմ Ղարաղազարյանն է։ Նա իշխանության է գալիս Գյումրին ճիշտ քաղաք դարձնելու համար։ Հանրապետություն հանուն հանրապետության եւ եվրոպական կուսակցությունների միավորմամբ ստեղծված Եվրադաշինքը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել 25 տեխնացուի ցուցակ ժուրնալիստների ասպարեզակումբի խորհրդի նախագահ լրագրող Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ։ Նա առաջնորդվելու է քաղաքի շահով, ջանալու է մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում։ Իշխանության է գալու Գյումրու կոնկրետ խնդիրների համար կոնկրետ լուծումների առաջարկով։ Ապրելու երկիր կուսակցությունը ավագանու 30 տեխնացուի ցուցակով է մասնակցելու ընտրություններին։ Այն գլխավորում է Գյումրու նախկին ավագանու անդամ Կարեն Մալխասյանը։ Նա վստահեցնում է, որ հասել է ժամանակը ճիշտ ընտրություն կատարելու հանուն Գյումրու եւ գյումրեցու։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության 32 տեխնացու ունեցող ցուցակի առաջին համարը զբաղեցնում է երգիչ Արտյոմ Թումանյանը։ Հանդես է գալիս «Հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ գյումրեցի եմ» կարգախոսով։ Հայաստանի կոմունիստական կուսակցության 33 տեխնացուով ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա նորովի քարոզարշավ է սկսել աստվածաշնչյան ու դիցաբանության մոտիվներով։ Սպարտա, Արմենիա։ Միացյալ Հայաստան եւ Հայրենիք կուսակցությունների միավորմամբ ստեղծված մեր քաղաքը Դաշինքը 34 անձից բաղկացած ցուցակով է մտել ընտրապայքարի։ Ցուցակը գլխավորում է ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա Գյումրին ուզում է դարձնել քաղաք, որին արժանի ես դու։ Իմ հզոր համայնք կուսակցությունը 40 տեխնացուի անուն է ներառել ցուցակում։ Առաջին տեղում պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Ես քո Գյումրին եմ կարգախոսով ու քաղաքի թաղամասերով շրջելով է նա Գյումրին գովերքում։ 56 անձից է բաղկացած ինտելեկտուալ Հայաստան եւ Իմ պայքար, իմ հայրենիք կուսակցությունների միավորմամբ ստեղծված Մայր Հայաստան դաշինքի ցուցակը։ Այն գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը։ Նա ոչ թե համայնքային, այլ պետական իշխանության գործառույթ է ստանձնել իր կարգախոսով։ Գյումրին ուզում է վերածել ազատ տնտեսական գոտու, քաղաքին խոստանալով անհավանական թվով 15000 աշխատատեղ։ Իսկ ամենամեծ ցուցակը 99 տեխնացուով ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի առաջին համարը Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։ Քաղաքացիական պայմանագրի պաստարին Գյումրին գովաբանող խոսքեր չկան, ամեն ինչ ասված է երկու բառով՝ մեր Սարիկը։ Եվ այսպես Գյումրու ավագանու 33 մանդատի համար 372 տեխնացու է առաջադրվել։ Առաջիկա 5 օրերի ընթացքում թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգելու է տեխնացուների ներկայացրած փաստաթղթերը, որից հետո կկատարի գրանցումները։ Մեր հանձնաժողովը ամբողջ կազմով պետք է այդ գործով զբաղվի, հեշտով պետք է նայենք ամեն ինչը, չնայած ասեմ, որ իրենք ցուցակները մուտք պետք է անեն նաև կենտրոնագանի կայք, այնտեղ էլ է ստուգվելու, ուղարկվելու է ներքին գործերի նախարարություն, պետք է այնտեղ է ստուգեն ցուցակները, մարդիկ իրավունք ունեին առաջադրվելու, չունեին, գրանցում ունեին, վերջի 6 ամսվա թե չէ, այնպես որ կրկնակի ոնց որ ստուգում է համ պետական մագարտակով, համ մեր հանձնաժողովի մագարտակով։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է մարտի 15-ից, բայց տեխնացուների նախընտրական արշավն արդեն բուռն ընթացքի մեջ է։ Նախընտրական պաստառներից գյումրեցիներին ժպտացողների պակաս չկա։ 4 տարի առաջ էր այսպես։ Արդյունքը եղավ կառավարման ձախողումն ու բազմաթիվ խոստումների անկատարությունը։ Տեխնացուների քանակին ու բազմազանությանը անհամահունչ կարծես պասիվ ու չկողմնորոշված են քաղաքացիները։ Հիասթափությունները ոմանց մոտ գերազանցել են սպասելիքները։ Այնքան մարդ կա, հեշտարու չես բանալի։ Ինչ մգին, շատ են։ Ամերիկայի պես պետությունը երկու հոգի եղել, հեսա պես քաղաքը պատկացեն չկա։ Իրոք շատ են, այս մեր փոքր քաղաքի համար ու չեն կողմնորոշվի։ Ես հələ մինչև հիմա չեմ կողմնորոշվել։ Ում պետք է ընդրեմ։ Իրազեկ լինելու համար կարելի է հետաքրքրվել նոր գնալ ընտրություն մասնակցելու։ Ինչը պիտի կարևորեք տեխնացուների մեջ։ Նախ առաջին հերթին մարդ տեսակը ու այս երկրի պայմանները ավելի բարելավելը, ոչ թե վատին տանելը։ Հոգնել է ժողովուրդը, հավատացեք, չի էլ կարելի
Մեկը ժեխի անվանում, մեկը զոմբի անվանում, մեկը քնեցրել են ժողովրդին, հույսը կտրել է, այսքան շատ խապել չի կարելի ժողովրդին, խապում են, բարձրացողը խապում է։ Մեր կյանքում էջ մեկն է, էջ մեկը ոչ մի բան չեն փոխե, եթե կուզես կյանքդ փոխես, դու անձամբ փոխես, թե չէ ոչ մի ղեկավար է, ոչ մի բան չեն։ Վերջին 10 տարիներին Գյումրիում արձանագրվել ընտրողների ցածր մասնակցություն։ Սկսած 2012 թվականից թիմ ընտրություններին ընտրողների մասնակցությունը նվազել է, իսկ 2021 թվականին գրանցվել է ընդամենը 24% մասնակցություն։ Այս անգամ էլ գյումրեցիներից ոմանք առանձնապես հետաքրքրված չեն ընտրություններով։ Ճիշտ ասած, տեղակ չեմ, արտասովոր կերպով հետաքրքրված չեմ։ Պիտի մասնակցեք։ Ոչ։ Ինչն է խնդիրը, ինչի։ Զուտ քաղաքականությունով հետաքրքրված չեմ։ Ես տեղակել չեմ ընտրությունները։ Եթե մենք բոլորս ասենք չենք մասնակցելու, ձայների քանակը հավաքվում է մեկ անհատից։ Բոլորս պետք է մենք մեր ձայնը գնահատենք եւ տանք մեր տեխնացուին։ Իհարկե մասնակցելու եմ։ Հաստատ կգնամ ընտրություններին, հաստատ կգնամ, ուղղակի ժամանակ կա, տեսնենք թե ում պետք է ընտրենք։ Ճանաչելով տեխնազին արդեն բարձ է, թե ժողովրդում դենտրել։ Նախորդ ընտրությունների նման այս անգամ էլ ընտրական մրցակցությունը ոչ թե քաղաքական ուժերի գաղափարների, այլ ցուցակների առաջին համարները զբաղեցնող տեխնացուների միջև է։ Որոշ տեխնացուներ արդեն չեն կարողանում զսպել միմյանց հանդեպ ունեցած անհանդուրժողականությունն ու հակակրանքը եւ քարոզարշավի շրջանը վերածել են հերակա բանավեճերի։